Հարգելի գործընկերներ, այսօր մեր հյուրն է Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, Հայաստանի դաշտային հրամանատարների խորհրդի անդամ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը և անհատ վարորդների խորհրդի անդամ Էմիլ Գալստյանը։ Մենք այսօր խոսելու ենք նորից համակարգային փոփոխությունների մասին և թույլ տվեք ուրեմն ներկայացնելու համար հենց առաջի հարցը ձեզ տալ, փաստորեն համակարգային փոփոխությունների մասին է խոսքը, ինչ ունեն ընդհանուր այդ կազմակերպությունները, այս մարդիկ և ինչ են առաջարկում։ Ազատամարտիկների հետ Այո, ազատամարտիկների հետ Բարի, նախ խլի բարև ձեզ, մեր երկրում բշտման քաղաքականությունը շարունակվում է և դրա վերջը աշխարհաբար տրվում է։ Ինչ են անում։ Տարբեր օջախներ են ստեղծված, այսինքն անարդարության, սոցիալական անարդարություն կլինի, ապօրինություն կլինի, բոլորը պայքարում են, իշխանությունները տեղերում այդ խնդիրները փորձում են կարգավորել, իբր թե որպես կանոն խաբում են մարդկանց, հետո այդ խնդիրը նորից բերում, նորից ուրեմն հառնում է բոլորի առաջ։ Այս տրամաբանությունից ելնելով ավտովարորդները, տաքսիստները մեր և ներկրողները, արտահանող ներկրողները, ավտոներկրողները հանդիպեցին մեզ, ուրեմն ընդհանուր խնդիրների շուրջ զրուցեցին և միավորման գործընթացի մասին է խոսքը, այնտեղ ազատության հրապարակում, որի արդյունքում պիտի կարողանան լուծել այն խնդիրները, որ ծառացած են ոչ միայն ավտովարորդների կամ անհատների առջև, այլ ամբողջ հանրապետության առջև։ Ես տեղի կարգով ասեմ, որ ուրբաթ օրը տեղի կունենա այլևս կլոր սեղան, որին մասնակցելու են Հայաստանի կուսակցությունները, ում հետ մենք հանդիպել ենք, խնդիրները ավելի քան հրատապ են։ Մենք ասել ենք, որ պիտի աշխատենք արտակարգ ռեժիմով, կլոր սեղանին մասնակցելու են նախագահ տեղականների մակարդակով, տեղի ունենալու ելույթներ 10-ական րոպե, երկու խնդրի շուրջ, խնդիրն այսպես է, ներկայացնում է իրավիճակը, ելույթ ունեցողը և ուրեմն առաջարկում ելք, որից հետո տեղի կունենան շարունակվեն քննարկումները, ինչպես ենք օրինականության ընթացքի վերում մեր հանրապետության ղեկը։ Այդ խնդրի հետ կապված ուրեմն դա սոսկ այնտեղ բազմաթիվ խնդիրներ կլինեն, իհարկե կտրենք հրատապները։ Բայց մենք հիմա այսօր հայտարարում ենք նաև մի կարևոր կառույցի միավորման մասին, որ այլևս համատեղ ենք պայքարելու երկրի անիշխանությունների դեմ։ Հաստացի շուրջ 20 տարի ավել, այս մարդիկ կամ գրդոնչու պիտակ ունեն, կամ դալալի պիտակ ունեն, որովհետև իշխանությունները այդ մարդկանց բիզնեսը չեն օրինականացնում։ Եթե որևէ ներկրող ավտոմեքենա է ներկրում, $2000 արժողությամբ մեքենան պետությունը մաքս է սահմանում գրեթե մի այդքան կամ մի $1000 չափով, իսկ ավելի խոշոր ձկները, այսպես ասենք, շնաձկները կարող են ինվոյսներով մեքենաներ բերել, ինչի իրավունքն այս մարդիկ չունեն, որովհետև օրինականության դաշտ չի ապահովում պետությունը, հավերժ հողեր են լվանում և ուրեմն հավերժ դռներ են ծեծում։ Մեր երկրում այս երևույթին պիտի վերջ դնենք և վերջ են դնելու ազատամարտիկները ժողովրդով։ Մեր վարորդները սոսկ վարորդ չեն, նախ ժողովուրդ են, հետո նոր ամեն մեկը իր արհեստից են մաքրում։ Եվ այս գող վատ անպետք իշխանավորների հարցը լուծելու են ժողովրդական ճնշմամբ։ Ես մի անգամ արդեն հայտարարել եմ։ Մենք սրանց բուժելու ենք։ Կուզեն կբուժվեն, չէ, հաստասեղով կբուժենք, իրենց խնդիրն է։ Բայց դրա համար պետք է որ ազգովի միաբանվենք և այդ զորացությունն ու միաբանությունը արդեն տեղի ունեն։ Այսքան բան։ Ես ուրեմն ավտովարորդների պաշտպանության լիգայի կազմում նաև ես ներկայանում եմ ավտոներկրողների միավորման, հայ ավտոներկրողների միավորման հասարակական կազմակերպության համանախագահ։ Այսօրվա խնդիրը միակն է։ Մենք անկախությունից հետո ուրեմն կան սոցիալական խավեր, տաքսու վարորդները և ավտոներկրողները։ Շատ կներեք, մինչև հիմա նրանց կարգավիճակն է դալալ կամ գրդոնչի։ Մենք պարզապես դիմելով մեր ազատամարտի վետերաններին, փորձում ենք միանալով, մենք խնդիր չենք դնում, ասենք իշխանափոխության կամ ինչ-որ
ծավալուն հարցեր։ Մենք պարզապես ուզում ենք ազատամարտիկների միջոցով մեր ձայնը հասցնել ուրեմն կառավարության, իշխանություններին, որ մենք օրենքից դուրս ենք։ Մենք փաստորենի չենք ուզում ենք հարկ վճարել, չենք կարողանում։ 22 տարի է, մենք չենք կարողանում հարկ վճարել։ Գտնում ենք հարկային դաշտ ապահովելով, կարգավիճակ ստանալով, այսօր ազատամարտիկները նաև ունեն սոցիալական խնդիրներ։ Մենք գուցե, եթե 22 տարի է կառավարությունը մեզանից հարկ չի վերցնում, միգուցե այդ գումարները պարզապես մեր տղաների, ազատամարտիկների միջոցով կարողանանք օրինական դաշտ ապահովենք, հարկերը վճարելով, միգուցե այդպիսի խնդիրներ են լուծվի, սոցիալական խնդիրներ են լուծվի։ Ես գիտեմ, որ դուք այսօր նաև ընդհանուր մեր պետության մասին եք մտածում, որ ընդհանուր իրավիճակը փոխվի, ես մի փոքր ուրեմն անկյուն եմ ուզում տեղեկացնել ձեզ, որ մենք բանակ ենք հազարավոր տաքսու վարորդներ, ավտոներկրողներ, խնդրում ենք ձեզ ձեր կլոր սեղանի շուրջ, քննարկումների շուրջ, կուսակցությունների հետ, որովհետև մեր միավորվելով ամենայն դեպս ավելի մեր ձայնը կհասցնենք։ Կարողանանք մենք հարկային դաշտ մտնել։ Սա ամենասովորական բանն եմ խնդրում, մտնենք հարկային դաշտ։ Փաստորեն մենք այս 22 տարի չենք կարողանում մենք ինքներս կարգավիճակ ստանալ, իսկ հարկային դաշտում գտնվելով կլինի ուրեմն մրցակցություն, լավը վատից կտարբերվի, կարող ես արդեն բիզնեսդ ուրեմն հեռանկար ունենալ, հետագայում վաղը չեմ իսօր թոշակ ստանալ, ոնց կարելի է սաղ կյանքդ ապրես, տաքսի վարես, մեքենա բերես վաճառես, այդքան գումարներ վճարես մաքսային, բայց օրենքից դուրս լինես, վաղը որ գնանք հանկարծ թոշակի 65 տարեկանից հետ ասել են դուք օրենքից դուրս մարդիկ եք։ Ես խնդրում եմ մեր վետերաններին ուշադրություն գրավել այս խնդիրը եւ կարողանալ կառավարության ուրեմն մեր իշխանությունների միջոցով մեր ձայնը հասցնել ծրագիր մշակել, մենք ունենք այդ ծրագրերը, բազմիցս հայտարարել ենք, օրինակ տաքսու վարորդներս մենք հայտարարել ենք, որ մենք հենց հիմա էլ պատրաստ ենք այն պարկերը, որ ուզում են ապագայում ձևավորել, որ մենք պարկերում աշխատենք, բուժզնում, տեղզնում ստանանք, այդ մի կետով ապահովագրվենք, նորմալ աշխատանք վարենք, նույնը ավտոներկրողները այսօր հայտարարակ վիճակում են գտնվում։ Ինչ է նշանակում ավտոներկրող, չկա այդպիսի հասկացողություն։ Սովետական միությունից հետո կամ դալալ ես կամ գերդոն չես, ինչի։ Այդ մնացել է այդ ստերեոտիպը սովետական միությունից հետո։ Մենք անկախ երկիր ենք, չէ՞։ Մենք սոցիալական խավ ենք։ Մենք էլ անա ձեռներես դառնանք 5000 դրամ այդ սոցիալական վճարը վճարենք, 14 թվից կൂട്ടակային ֆոնդն է, ով կցանկանա 40 տարեկանից բարձր ուզենա կկուտակի, չեն ուզենա չեն կուտակի, բայց հարկեր վճարենք, բյուջետը թող լցնենք, բայց ասում եմ, եթե մենք 22 տարի արդեն մենք այդքան ժամանակը հարկ չենք վճարում, միգուցե հիմա կառավարության առաջարկենք, ասենք, եթե դու գումար չես հայթայթում այս տղաների խնդիրները լուծելու համար, խնդրեմ, ես չգիտեմ ինչքան հարկը վճարենք մենք։ Հազարավոր տաքսու վարորդներ, հազարավոր ավտոներկրողներ։ Պատկերացրեք ինչ հարկեր են սրանք։ Տեղը ասում են։ Մի բան կասեմ, որ գերատեսչական մարմինները, կառավարությունները, հասարակական կազմակերպությունների խորհրդին չեն լսում։ Չկա, չեն լսում հասարակական կազմակերպությանը։ Եթե մի գաղափար էլ ասես, անմիջապես կմտածեն, տեսեք, այս երկու սոցիալական խաղը, այս տնտեսության այս ոլորտները փուջ են։ Հələ մի հատ տնանք Եվրոպայից ով փող կտա, այս բռնենք այս Տիգրանի գաղափարները, վռած փող ուզենք ինչ-որ մի բան անենք։ Մենք անվճար ու տասնյակ տարիներ է ձևը ասում ենք։ Նորմալ մենք կարգավիճակ ստանանք, օրինական դաշտում լինենք։ Դուք մոռացեք, որ ասում են կարող են բոլորն էլ ավտո վաճառել կամ տաքսի վարել։ Մրցակցությունը որ չի լինում, հաճելի չի լինում։ Կյանքը իմաստը կորցնում է։ Ոնց կարամ ես միգուցե կիրթ խոսելով քաղաքացիների հետ, մյուսը չի կարողանում այդ անել, որ ես մեկը մեկին ձգտեն, չէ՞։ Իսկ դուք վերջին անգամ ես եք դիմել համապատասխան մարմիններին։ Վերջին անգամ չես, արդեն մի ամիս առաջ։ մի ամիս առաջ վերջին անգամ դե մենք ստեղ արդեն ելույթ ունեցանք, այո,
ընդհանուր մեր հայտարարությունը արել ենք, որ տրանսպորտ եւ կապի նախարարի մեր տաքսու ոլորտում ես դրանից եմ խոսել, ես մոտակա շրջանակներում ավտո ներկրողների խնդիրներն էլ կբացատրեմ ձեզ, ինչպես են մաքսազերծում, ինչ է նշանակում ինվոյսը, ինչ որ բրոքերներ կան, կարգավիճակը կասեն, միլիոններով Վրաստան գումար են տանում, միլիոններով, դա թվում ենք վերացիկին հարստացնում գալիս են, մեր շուկայում ավտո չի վաճառվում։ Մեկ ամիս առաջ դիմել եք վերջին անգամ, ինչ արձագանք չկա, պատասխան որ լինի, մենք պատասխանը կտանք, եթե անձնական խոսեն, մեկին 10 կասենք, եթե ոլորտից խոսեն մեծ հաճույքով, ոլորտից կքննարկենք, ոչ մի ծրագիր չկա, ինչպես եք դիմել, բանավոր էսպես, գրավորել, բանավորել, հեռուստաընկերություններով էլ, բանավորել, նորից եմ ասում, մենք միավորվում ենք մեր ազատամարտի վետերաններին, ազատամարտիկներին, ռազմադաշտերի խորհրդին, չէ, ես ընդհանուր եմ, բոլորը մենք մեր տղաների համար ծավալը տանեմ, թող չէ, բոլորն էլ, մենք գիտենք մեկ ընդհանուր գաղափար, մեկ հասկացություն, ազատամարտի վետերաններ, ես օրինակ կցանկանայի, պարոն Սարգսյան, ինչ որ համակարգող խորհուրդ լիներ, թող մենք տարբեր գաղափարներով լինենք կամ մի հարցի շուրջ տարբեր լինենք, բայց մի ընդհանուր համակարգող խորհրդում լինենք։ Մենք ունենք նման խորհուրդներ, ովքեր տարբեր ուղղություններով աշխատում են։ Սկսած տնտեսագետներից, վերջացած մտավորականներով։ Այս խնդիրը այդ խորհրդի հետ պիտի քննարկվի եւ ուրեմն համապատասխան լուծումների ճանապարհը։ Ես իմ հարցադրումները ԵԿՄ-ում եմ, երկրապահում եմ, գրավոր դիմել մեր ազատամարտի տարբեր հասարակական գազམ་ակերպություններին եմ դիմել, ձեզ եմ դիմել, իմ խնդրանքը մեր ազատամարտիկները հանձինս դուք ընդունեցիք առաջնահերթ այս ամենը, ճիշտ ասած դեռ ասեմ ձեզ, որ Աստված տա շուտով Վալոդյայի ազատումից հետո նաև այս խնդիրը քննարկվելու է իրենց խորհրդում մեր համար ձեր ցավը տանեմ, մենք հարկ տանք, կարգավիճակ ստանանք, դուք էլ ինչ եք, հիմա որ ասում եք պետության մասին եք մտածում, հենց հիմա մեզ կարգավիճակ տալով, կարճ ասած մենք այնպիսի ստատուս ենք ունենում, որ քաղաքացի ենք կոչվում, ոչ թե դալալ կամ գլոչ։ Մեր հանրապետությունում բարձրապես վաղուց խախտված է բոլոր տեսակի կարգերը, դրա վկայությունը ձեր տարիներ շարունակ այսպես անպատուղ ընդունում եմ, ընդունում եմ, դրա համար այդ միավորումը, որ տեղի ունենում այս պահին և տեղի կունենա ընդհանրապես բոլոր հասարակական տարբեր գազམ་ակերպությունների ու կուսակցությունների միջև իրենց ազատամարտիկի շուրջ, դա կբերի նրան, որ այս գլխից հոտած ձկան հարցը կլուծենք և կփորձենք համատեղ ուժերով գնալ։ Մեկ հարցով երկրում հարց չի լուծվելու։ Միայն ձեր հարցով չի լուծվելու։ Միայն ազատամարտիկի սոցիալական հարցով չի լուծվելու։ Ես բազմից եմ ասել, այս պահին երկիր պարզապես պետականությունը դարձել է այսպես խամաճիկային մի կարգավիճակում, չգիտեմ, ուր են գնում, ում են կանչում, երբ են որ երկրին է մատ թափ տալիս, ուրեմն մենք պիտի ներքին հարցը լուծենք, պիտի կարողանանք վերել իրավական, օրինական ռեսերի վրա, մեր իշխանությունները ընտրված չեն, գալու ժամանակը, որ մենք պիտի ունենանք ընտրված իշխանությունների, դա սարերի հետևում չի։ Մրցակցային կարգը երկրում խախտված է։ Այսօր պաշտոնավարում են, եթե գնաք տեսնեք պաշտոնյաների 90%-ը կրվի տարիներին բանակից փախած շանորդիկ են։ 90% ես ասում եմ ամենապատասխանությամբ։ Ում մաման, ում պապան, ում հորքուրը ոնց է փախցրել, ում ինքնաթիռով, մարդիկ կան, որ կարելի լինի անուններով էլ կասեմ, բավականին լուրջ պաշտոններ ունեն։ Այն տարիներին, երբ մենք կրվում, բայց այո, այնպես որ մենք մի խնդիր ունենք ազգովի համախմբելու եւ այդ համախմբման ծիլերը կան այսօր դեպքում ենք կարողանալու հասնել, այսինքն այստեղ խնդիրը ինքնանպատակ չի, որ այս իշխանությունը պիտի փոխել։ Մենք պիտի իմանանք փոխելուց հետո ինչ ենք անելու։ Վերջի վերջո կարելի է պարզապես բաղակով խփել ինչ-որ մեկին սատկացնել, հետո ինչ ենք անելու։ Այս խնդիրը մենք պիտի կարողանանք նախ լուծել, լուծում ենք հրապարակումներ մտավորականով, եկեղեցականով, կուսակցականով, հետո անցնում ենք հերո իրենցից մահակով տալու, եթե պետք է, այսքան բան։ Ես մի հարցում եմ, դուք ասացիք, որ ութատորը հայտարարել եք կառույցի ստեղծման մասին, ինչ կառույցի մասին է խոսում, հասարակական ընկեր, միավորման։ Չէ, կլոր սեղանն է։ Կլոր սեղանն է, կլոր սեղանն է։ Միության ստեղծման մասին։ Ոչ,
ձեր միությունը Մեր միությունը այսօր հայտարարում ենք, որ ստեղծվում է ազատամարտիկների շարժման կազմակերպություն է, անուն ունի եւ ասի։ Ես օրինակ առաջարկեի կոչել բանակ հասարակական կազմակերպությունների համակարգող խորհուրդ։ Օրինակ բանակ կոչվել, բայց այդ բանակ խորհրդում տարբեր հասարակական կազմակերպություններով գային ամեն մեկը իր մոտեցումը ունի։ Հիմա ոնց ասենք, սա ճիշտ է, նա սխալ է։ Մենք մեր հարցը բարձրացրել ենք, հիմա պարոն Սարգսյանը դսա կբարձրաձայնի։ Մյուս թերն էլ կանի, նա էլ կանի, թող անեն, ասում ենք, տեսեք դատար կա, փուջ է այս պահը, այս կողմը։ Խնդրեմ, օրինակ այս պահին շարժման Մի հատ հայտարարությունը նորից արեք, որպեսզի Ես ուղղակի հակներեք։ Ամբողջ խնդիրը հետևյալն է, մենք արդեն 3 ամիս է հանրահավաքներ են կանում, հանդիպել ենք Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացնին, այն կուսակցությունների, ովքեր ունեն վճռորոշ դերակատարություն, եւ ամսի 19-ին ուրբաթ օրը արդեն տեղի կունենա առաջին կլոր սեղանը, որին կմասնակցեն կուսակցության ղեկավարները եւ տեղակալները։ Այսպես։ Այո, առայժմ հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանը հետ մենք չենք հանդիպել։ Այս պահի դրությամբ։ Ուրեմն կասել մնացած կուսակցությունները ովքեր են։ Հանդիպել ենք ԱԺՄ-ից Վազգեն Մանուկյանին, Ստեփան Դեմիրճյան ՀԺԿ, ՀԱԿ-ի ղեկավարությանը ՍԴՀԿ-ն, Սոց Գիմիշյան, Պետրոս Մակեյան, կուսակցապետերի անուններն են դայս, Արամ Կարապետյան, Ժառանգություն կուսակցություն, Հայրենիք եւ Պատիվ, Բարգավաճ Հայաստան, Հանրապետություն կուսակցություն, Դաշնակցության ներկայացի դեռ չենք հանդիպել, այնտեղ առողջական խնդիր ուներ պարոն Հրանտ կամ ընկեր Հրանտ Մարգարյանը, պիտի որ այս երկու օրը այդ հանդիպումը կայանա։ Այն անունները, որ կարդացի կուսակցությունների, բոլորը ուրբաթ օրը կլինեն, վայրը դեռ չենք ճշտել, բայց հավանականությունը ակադեմիայի դիպլոմների ՀԱԿ-ից հանդիպել ենք փոխնախագահների հետ, Լևոն Զուրաբյան եւ Արամ Մանուկյան, ամենայն դեպս տեսնում եմ, որ հրամանատարների դաշտային խորհուրդը շատ ակտիվ է առաջ խաղացում իրականացնում մեր խնդիրները, խնդրում ենք նաև մենք միասին պիտի լուծենք, այդտեղ իրար հետ ուսուսի տված։ Առանձին խնդիր չկա։ Մեր պետության մեջ նույնիսկ այդ 100 դրամանոցների խնդիրը առանձին չի լուծվելու։ Այդ միֆերը ստեղծում են, երեխեք շատ ազնիվ երեխեք կան, Աստծո սիրուն, բայց չգիտեմ, կոմիտաս 5-ը մյուսը կգան, երկու մենթ կուղարկեն, կբռնեն, կտանեն, հետո ինչ։ Միտեղ կփագեն, միտեղ մի քիչ կլրեցնեն, միտեղ մի քիչ հույս կտան, արդյունքում զրոյական վիճակ է լինելու, որովհետև էլի եմ ասում, մեր երկրում խախտված է մրցակցային կառավարման ժողովրդական կարգը, այսինքն իշխանությունները չունեն ժողովրդի վստահությունը, իշխանությունները ապօրինությունների վրա աչք են փակում։ Ես կարող եմ Ալեքսանյան Սամվելի պարզ օրինակը բերել, իմ խնդիրը այդտեղ կազմակերպություններ կան շահագրգռված, ես կարծում ազգովի պիտի շահագրգռվենք։ Ինձ համար միևնույն է, Մարտոյանը Սամվել Ալեքսանյան կլիներ, թե ասենք, չգիտեմ, Սողոմոն Հեքիմյան։ Բայց եթե կարող ենք հուշարձանների պաշտպանության, ուրեմն երբ որ շենքը արդեն կառուցվեց, հանձնվեց շահագործման, հանկարծ հայտարարեց այս մեր մշակույթի նախարար ինչ էր ասմիկ, ինչա, չգիտեմ, ես ցավում եմ։ Այլևս օրենք ընդունեցինք, էլ չեն կարող քանդել, այսինքն ինչ, միջև Սամվել Ալեքսանյանը ոչինչ, այդ մարդն արեց օրենք սարքեցին, այսպիսի ամմեղսունակություն, չգիտեմ, այս իշխանության տեղը որտեղ է, հիվանդանոցում, հոգեբուժարանում, պատմամշակութային ուրեմն նշանակության կառույցը սուրբ է, ոչ միայն Սամվել Ալեքսանյանի, այլ բոլորի ողորմած հորումոր է, նրանց համար, եթե ձեռքից բռնենք գան, դրան պիտի ձեռք չտրվի, վերջ, պիտի պահվի ֆասադը, պիտի արվի գործը, թող անեն Աստծո սիրուն, չի կարելի նման ամմեղսունակ կեցված դրսևորել, այսինքն սա խնդիրը պատճառը նրան, որ մենք դեռ ցույց չենք տվել մեզ, բոլորս մեկտեղ չենք ասել, որ ոչ, այսպես չեք աշխատելու։ Եթե այդպես եք աշխատելու, ձեզ ուղարկելու ենք այնտեղ, որտեղ ձեր տեղն է։ Թող իրենք որոշեն։ Պարոն Սարգսյան, ես սրտանց մի բան եմ էլի խնդրում, 2003 թվականից, այս ինչ որ ես ասեցի ձեզ, ամեն ընտրությունների ժամանակ եւ ընդդիմության դաշտն է մտել եւ իշխանության, ասել եմ եկեք գործ անենք, տեսեք ինչ լավ բան եմ ասում ես, հարկ տանք, ավտոներգրողներն են, տաքսի վարողներ են, ոլորտներ եմ ասել, դա էլ գնա սոցիալական խնդիրներ լուծի,
մեր ազատամարտիկները 3 սոցիալական խավ միավորվում են, այստեղ ազգային միաբանությունն է իրականացում։ Իշխանությանը թեև ասելա, սպասի, ընտրություններով են զբաղված, ընդդիմությունն էլ ասում է, հեսա իշխանափոխություն անենք, հարցը կլուծենք։ Մենք արդեն ծեր ցավը տանեն, հոգնել ենք։ Մենք ընդհանրապես ասում ենք հարց լուծեք։ Ով տղամարդ հավարի այս հարցը լուծեց, հիմա մեր խնդիրը է, չեմ ասում, սրանով ազգը փրկելու ենք։ Մեզ պետք է կարգավիճակ ստանանք, հայ քաղաքացի նորմալ։ Պարզապես ես խնդրեմ ճշտով, ուզում եմ ճշտով հարց տալ եւ որպեսզի դուք ավելի լավ մեկնաբանեք, որովհետեւ ձեր ասածը, այսպես առաջի հայացքից մի քիչ տարօրինակ է թվում։ Մարդիկ ուզում են հարկ տալ եւ Այո, բայց հարկ չէ, ես պատասխանում կարելի է ես պատասխան։ խնդրում եմ ուղղակի, իմաստը էսա պատասխանը։ Ինչի մասն է։ Ես ինչի մասն եմ, ես հարկ չէ, մեկ տարի մենք հարկ չենք մուծում, չեն իմանում, հարկը ես ինչքան պետք է մուծեմ, հակել եմ, չկա, դեղին վերացրել է ոլորտը, ամբողջ օրը, միշտեր խնդում եմ, ես մեկ տարի չէ, վաղը մյուս օրը ես վախենում 2600 ավտոյի գլխին բերենք քյալակ, ասեն մարդը 1 միլիոն տուգակ պետք է մուծեք, հարկը չէ, հարկը չէ մուծեմ, բայց ինչ մուծեմ, սպասեք, եկեք բաժանենք, դա տաքսիների մասն է։ այո, դա տաքսիների մասին եմ ես ասում։ Եկեք ուղղակի առանձին ոլորտ առաջինը, որովհետև տաքսիների հարցը այստեղ բարձրացվել է, էլի քիչ թե շատ ծանոթ է։ Հիմա մի հատ եկեք խոսենք ավտոներգրողների մասին, հետո անդրադառնանք տաքսիների։ Ինչ խնդիր ունեն ավտոներգրողները, որ իրենց հարկը չեն պահանջում, այս էլ այն պետությունը, որ երբ որ հարկել պետք չի, ստիպված այդ հարկը մի ձևով փոխում տանում են։ Ինչի մասին է խոսքը։ Գուցե այդտեղ ինչ որ թաքնված գաղտնիք կա։ Շատ ուղղակի ասեմ ձեզ, պարզապես ամաչում ենք էլի մեր, որ կառավարությունը աչքաթող ա եղել, այդ սոցիալական խավը, չկա հարկ ուզում չկա։ Ավտոմեքենաների ներմուծումը հարկ չի արկվում։ Մաքսա զերծում է իրականացվում, բայց այդ մարդը գնում է նոտարներով ամբողջ, ասենք գիտեք ինչ, 2008 թե 9 թվականին մի օրենք են հանել ավելացված արժեքի մասին օրենքը, երկրորդ մեքենան, եթե ներգրես, դա ձեռներեցություն է դիտարկվում, պետք է մտնես հարկային դաշտ, որ մտնես մեքենայի շահույթը խոսեմ, շահույթը հարկից խոսեմ, հենտեսից վճարումներից, այսինքն մարդիկ պարզապես մինչև 2008 թիվը եղել են դալալ, 2008 թվից իբր պետք է գային դառնային ավտոներգրող, մարդիկ սկսան հարևանների, բարեկամների անով նոտարական ձևակերպում անել, որ հանգարց երկրորդ մեքենա չբերեն։ Ուրեմն այս օրենք կիրառեք, մարդը այսօր ավտոներգրողները խնդրում են իրանց անով 100 հատ մեքենա բերեն, 100-ի համար էլ հարկ տան։ Բայց սենց մոտեցում պետության կողմից չլինի։ Որքանով է ձեռնարկվում, հետո էլ հարկերից են բողոքելու, հետո ինչքանով է վստահ, որ այս մարդիկ մտնեն հարկային դաշտ, ազատամարտիկների կամ այլ սոցիալական խնդիրներ։ Դե ոչ կառավարությունը շատ կներես միջև խնդրեմ մի հարց Իրանից պարանջատենք բոլորի, ազատամարտիկների սոցիալական խնդիր չի կարող լուծվել որևէ հարցով։ Պարոն Հաշյանը ասած օրինակի համար, բայց վստահ եղեք, այդ խնդրով մենք չենք զրուցում։ Ազատամարտիկը սոցիալական խնդիր չունի։ Ազատամարտիկը երկրի խնդիր է։ Դուք կմիանեք նախախորհրդարանի Նախախորհրդարանը թող բարի լինի միանա։ Քաղաքացիական ակտիվիստները թող միանան, որովհետև տարածքային կռիվներով ոչինչ չեն լուծելու։ Դա իրենց էլ է պարզ։ Ընդհանրապես թույլատվում է բոլորիս։ Դրա համար այս միավորում որ տեղում հենց այդ նպատակը կա։ Տարածքային կռիվներով իշխանությունները բոլորին հաղթելու են եւ ոչ մի խնդիր չեն լուծելու։ Իսկ այ միասնաբար մենք կլուծենք մեր երկրի վատ իշխանավորի հարցը։ Չէ, գիտեք ինչ, օրինակ չկա սովորական ֆիզիկական անձա, վերջ։ Իրավաբանական ոչ մի հարկ չունեն, կարգավիճակ չունեն։ Ասեք, Տիգրան, եթե դուք մի հատ ՍՊ եք բացում, որը ուզում է 10 հատ ավտոմեքենաներ կրել, ի՞նչն է խոչընդոտում ձեզ։ Մի հատ բացատրեք ուղղակի հասկանալի։ Բարձր հարկերը մեկ ՍՊ-ով։ Բացի դրանից հենց խոչընդոտը Այսինքն հարկեր կան, եթե դուք ՍՊ բացեք։ Դե գիտեք ինչ, եթե ՍՊ-ն, այո, ստեղծում ես ապրանք ես վաճառում, չէ՞, դե առաջ շահույթը հարկ չէ վճարվում։ Այո, շրջանառության, ամենացած արժեքի արդեն, եթե որոշակի շեմ եք ախտարում եւ այլն։ Դե գիտեք ինչ, այն դիստրիբյուտորները որ կան, ասենք Toyota-յա, Armenia, Lada-նա, չգիտեմ, տարբեր ասենք արտասահմանյան։ Գիտեք ինչ, իրանք ասենք ներկրում են ինվոյսի գնով էլ մաքսազերծում են,
պատկերացնում եք, ֆիզիկական անձը, եթե ես ասեմ ձեզ, եթե մենք դառնանք իրավաբանական անձ, մենք կարող հենց ինտերնետով մաքսազերծում իրականացնել։ Այնքան իրավունքներ կա, ու ասում եք ինչի չի կատարում դա, խոչընդոտները հենց սկսում են սահմանամերձ դոտից, որ դու հենց հանգար չդառնաս իրավական քո գիտակցությունը չբարձրանա։ Մենք շատ բաներ գիտենք, պարզապես ուզում ենք մենք որպես ֆիզիկական անձ կամ անձեռներից միգուցե կարգավիճակ ստանալով նորմալ հարկային վճարում իրականացվի։ Դե հիմա $5,000 մեջ եթե մեքենա է վաճառել, պատկերացրեք $300 Էդ է շահույթը, ամենաշատը 10% շահույթ մեքենա վաճառելուց, դա բայց գոյություն չունի, բայց 20% շահութար կա, ավելացած արժեքի հարկ ենք տալու։ Մեխանիզմները փոփոխելու մասին ենք խոսում, ոչ թե հարկային դաշտպրտները։ Լավ, իսկ ներկայացեք, իսկ եթե որպես անհատ ձեռներեց եք ներկրել այդ 10 հատ ավտոմեքենան, ինչն է փոխվում այդտեղ։ 10 հատ մեքենան եթե անհատ ձեռներեցով ներկրում ես, ուրեմն առաջինը ոչ 9 հատի համար պետք է հաշվետվություն տաս։ Առուվաճառքում գնում ես $1 միլիոն, գործերը գնում է եկամուտների պետական հետաքննչական բաժին, առնող, ծախող, հլարեքս թե ախր շուկայական գինը է սա, քաշքը շուկներ, այդ ցավը գին որոշակ տանք պրծնենք։ Այսինքն ձեր փաստաթղթերը, ներկրման փաստաթղթերը հաշվի չեն առնվում։ Ոչ։ Բացարձակ հաշվի չեն առնում։ Իսկ ինչ գին է հաշվի առնում մաքսազերծ։ Դե առուվաճառքի մեջ գիտեք, ամեն մեկը գրում է 500,000, 300,000, $1 միլիոն, բայց դա էլ կասկածելի է։ Բանի պետական եկամուտն հարկային տեսությունը միշտ էլ կասկածելի է։ Ինչ է այդքան գրում։ Պատասխանատվությունից խուսափում են ներկրով։ Իրանց անունով։ Դա 2008 թվից, չասեք 92 թվականից 2000 այնտես ավելացած արժեքի մասին օրենքը երկրորդ մեքենա ներկրելուց պարտադրում հաշվետվություն տալ, բայց քանի որ այս շրջանառության ուրեմն հարկը նոր է, չէ՞ մտել այս տարի։ Մինչև այդ եղել է շահութահարկ, ուրեմն աշխատանքի համար սոցիալական վճարներ, այդ ամբողջ հարկային բեռը միշտ էլ պարտադրում է մարդուն խուսափել երկրորդ մեքենան բերելուց, բայց հավատացեք ինքը ներկրողը ինքը հոգնել է գնալ 20,000 նոտարին տալ, թարգմանելուն տալ, ասում է տանք պետությանը պրծնենք, մի հատ նորմալ հարկային հարկատեսակ որոշեք, տանք պրծնենք, մեր անունով բերենք։ Հասկանում եք։ Բերումը արդեն հարկային դաշտ է։ Այո, այո, դե դու պետությունը, բախի 6 տարի դե դու պետությունը գաս ինչի երկրորդ մեքենան քո անունով չես բերում։ Այդ օր չգիտի որ մենք բոլորս էլ նոտարական ձևաց հարկը ուրեմն հարկային, այո, հարկային բեռի, հարկային ուրեմն վճարումների փոփոխություն պետք է տեղի ունենա, նոր օրենք լինի, օրինակ առաջարկում եմ անձեռներեցենք 5,000 սոցիալական վճար, 1% շրջանառություն, հիմա X6-ը կծախի 60,000-ով, $600, ես Opel-ը կծախեմ $5,000-ով, $50, այտենց հլը միակ, այսինքն, քանի որ մենք 22 տարի ի վերջո դեռ հարկային դաշտում չենք գտնվում, մենք խնդրում ենք այս մարդկանց հետ հարցը բարձրացնել, որովհետև խոչընդոտներ շատ կան, շատ կան, որտեղ եթե իրավական գիտակցությունը բարձրանում է մարդու, չէ, դուք պատկերացրեք, որ մենք ինտերնետով ինչ որ կոդեր ստանալով կարանք մեր ավտո մաքսազերծման գներից էլ տեղյակ չենք։ Հիմա ես Անհատացու վարորդները կարգավիճակ կար 2009 թվականին, այն ամբողջովին այս 12 թվականից, երբ որ ինչ-որ եվրոպական ինչ-որ գումարների միջոցով ուզում էին փոփոխություն անեին, լրիվ հայտարարվեց, որ հեսա դերինը հանում ենք, չգիտեմ ընդ ապակիներին թուղթ են կպցնում, ես ենք անում, են անում, մինչև հիմա էլ ոչ մի բան չի արվում, ոչ մի բան էլ չի արվի։ Եթե զարգացած պետություններում լիցենզիայի գումարի մեջ մարդու առողջություններն են ստուգում, մեքենաներն են ստուգում, իսկ մեր մոտ որոշել են ասում են մի հատ արեք ապակուն թուղթ կպցնենք, հետո անպայման բուժզնումներ կլինի, տեղզնումներ կլինի, մեքենաներ կներկեք, պարկեր կստեղծենք, մենք վախենում ենք այդ ապագայի իրանց այդ պարկերից, մենք հիմա ենք ասում, բերեք այդ պարկերը մենք մտնենք, մեր բուժզնման կետներ բացենք, սպասարկման կետերն էլ բացենք, ապահովագրվենք, պայքարենք, միասնական լինենք, արմիություն ստեղծենք, առաջի հերթին, խնդրել եմ, օգնեք,
մենք արմիություն ստեղծենք։ Վարորդների արմիություն։ Այսինքն, թող վարորդը գործատում, գործառույն, թող այդ բախումը լինի, որ կյանքը առաջ գնա։ Շատ լավ, բայց դա էլ կարծես թե ոչ ոք չի արգելում։ Համեցեք ձեր հարցը։ Ձեր խնդիրը առանձին բոլորը ներկայացրել եք, հիմա որոշել եք միանալ։ Օրինակ դուք ձեր պայքարը ինչպես եք արմիություն ստեղծեցիք, հետո նշեցիք, որ քննարկումներ եք անցկացնում։ Օրինակ, ում եղել ձեր պայքարի ո՞րն ալիներում։ Դե ասեմ ձեզ, հիմա կլոր սեղանին մեր դաշտային խորհուրդը կներկայացնի օրինակ այս խնդիրը, որ կասի սոցիալական խավերեն անթիվ։ Ես մեր թիվը չգիտեմ ինչ կանա, ոչ տաքսու, ոչ ավտոներկրողի։ Բայց պատկերացրեք, շաբաթ օրը 350 մեքենա է ներկրվել, օրինակ Վրաստանից։ Դուք տեսեք ինչ միլիոններ է գնում այն շուկան։ Ձեր պայքարի հետագայինները բոլորք են լինելու։ Օրինակ նշեցիք, որ քննարկումներ եք անցկացնելու, այդ քննարկումների իշխանության թևից ինչ-որ մեկին հրավիրել եք, մասնակցել են իրանք, թե ոչ։ Դե ես դա արդեն խորհուրդը գիտի, եթե հրավիրել են, կուսակցություններ կան, Դնում դեր են, հենց որ Ցանկալի կլինի, ես դուք պատասխանեք։ առանձին ուրեմն բոլոր են հարցերը, որ բարձրացնում է, եւ բոլոր են կազմակերպությունները, ովքեր ազատամարտիկների շուրջ միավորում են ծավալում, մենք այդ խնդիրները ունենք համապատասխան մասնագետներ, տնտեսագետներ, վերլուծաբաններ, բոլորը քննարկում ենք, տեսնում դրա լուծումները եւ հետո փաթեթով պիտի ներկայացնենք ըստ այդմ, ուրեմն այն կառավարման մոդելին, որով մենք նախապատրաստում ենք մեր երկիրը կարգի բերել։ Այսինքն, եթե մրցակցային կառավարումը խախտված է, մենք համագործակցային մրցակցության մոդելով պիտի աշխատենք, այ այդ կլոր սեղանն է եւ հրապարակի ժողովուրդը։ Որոշվի խնդիրը կբարձրացվի եւ իշխանությունները պարտավոր կլինեն լուծել այդ խնդիրը։ Դե պատկերացրեք, որ պարկերը ձևավորվում, մենք բոլորս իրար ճանաչելու ենք ու հաստատ արմիությունը կստեղծվի։ Այդ միավորման մեխանիզմն է ասում ասել։ Փաստորեն դուք ամսի 18-ին, Այո, ունեք կլոր սեղանը քաղաքական կուսակցություն, հասարակական կազմակերպությունների հետ նման կլոր սեղան կամ ինչ-որ նախատեսում եք։ մենք օրեր առաջ կլոր սեղան չէ, դահլիճային հանդիպում էր նաև ուրեմն թարգմանչախ տոնի հետ կապված հրավիրել ենք մեր մտավորականներին, եկեղեցական եւ այսպես այս գործընթացը նաև հասարակական կազմակերպություններ պիտի մի կլոր կազմակերպենք եւ փորձենք այս հարցերը։ Փաստորեն, պարոն Հովհաննիսյան, ձեր այսօրվա ասուլիսի իմաստը նա էր, որ դուք պատմեն հայտարարեցիք, որ սատարում եք ազատամարտիկների խորհրդի այդ գաղափարներին եւ ընդհանրապես միավորում եք։ Տեսեք, տարբեր են քայլերը, այնտեղ մի թևը սոցիալական խնդիրն է լուծում։ Մարդիկ ճիշտ էլի վատ ճանապարհով չեն գնում, կլոր սեղան են հրավիրել, կուսակցություն են հրավիրել, բարձրաձայնում են իրանց խնդիրը։ Իրանք էլ պետականը մեծ, ասենք, ավելի բարձր քայլեր են անում։ Ինձ պետք է մեր խնդիրները բարձրաձայնենք ցանկացած հնարավորինս ուրեմն խորհուրդներ։ Շատ լավ, հասկանալի է, շնորհակալություն։ Բարի, շնորհակալություն։ Ես գնամ քան